Համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Պարզ չէ, ինչ լավ նորություն նկատի ունի արտաքին գործերի նախարարը խաղաղության պայմանագրի հեռանկարի մասին խոսելիս, բայց Բաքվից չեն հոգնում կրկնել, մինչև վերջին հանգրվանին հասնելը ակնկալիքներ ունեն Հայաստանից։ Երևանին մեղադրում են լուրջ քայլեր չձեռնարկելու համար։ Azərbaycan tərəfindən bəlli bir legitim gözləntiləri var. Մենք լեգիտիմ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Այս սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացման հետ, նաև Միսկի խմբի լուծարման հարցով։ Խումբ, որ երկար տարիներ լիակատար կաթվածահար վիճակում էր։ Հետևում ենք այդ ուղղությամբ զարգացումներին, կան շփումներ։ Մեզ համար կարևոր են գործուն քայլերը։ Մի կողմից ավելացող պահանջներ, մյուս կողմից ամենօրյա լարվածություն սահմանին։ Քաղաքագետի դիտարկմամբ Բաքուն ճնշումներով ու սպառնալիքով փորձում է հասնել իր համար ցանկալի լուծումների։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունը դիմադրելու փոխարեն նոր խաղաքարտեր է պարզում Ալիևին։ Երկրորդ նպատակը մշտապես էսկալացիայի հիմք ապահովելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը դիմի էսկալացիայի նախորոք իր համար ապահովելով իրավական հիմքերը, որով կարող է արդարանալ, իսկ այդ արդարացմանը իդեպ նպաստում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, երբ որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, որ իբր հայկական զին ուժը կրակ է բացում ադրբեջանական դիրքերի վրա, Հայաստանի ՊՆ-ն փոխանակ կտրականապես հերքի այդ ապատեղեկատվությունը փաստեր է պահանջում Ադրբեջանից, երբ որ դու փաստ ես պահանջում Ադրբեջանին իր իսկ տարածած ապատեղեկատվության հետ կապված, դու պատուհան ես թողում նրա հետագա ճշմարտացի լինելու առումով։ Հաղթանակի օրը Բաքվի բռնապետը որոշել էր ոչ թե Մոսկվայում, այլ Շուշիում անցկացնել։ Ինչու հաղթական շքերթին Ալիևը չմասնակցեց, պարզ չէ։ Հստակ է սակայն, որ Հայաստանի համար խորհրդանշական օրով Ալիևի ցուցադրական շրջայցը Շուշիում ըստ քաղաքագետի ճնշման հերթական հնարքն է։ Մի բան եկեք փաստենք, որ ադրբեջանցիները չունեն այն մեծահոգությունը, այն մարդկայնությունը, որոնք կարող են դրսևորել։ Եկեք հիշենք, որ երբ Արցախը ամբողջական շրջափակման մեջ էր, սակայն արդեն հանձնված էր Շուշին եւ մնացյալ տարածքները, հենց նույն այդ ամբողջական շրջափակման ժամանակ Շուշիում հրավառություն էր տեղի ունենում, որը Ստեփանակերտից շատ պարզ էր։ Կա տպավորություն, որ Հայաստանը չնկատելու է մատնում խաղաղության պայմանագրի հեռանկարը անորոշության հաստ շերտով պատելու Բաքվի ազդակները։ Մյուս կողմից ըստ քաղաքագետի Փաշինյանն արտաքին ճակատում միաժամանակ երկու պարանին խաղալու փորձ է անում, որի վկայությունը նրա վերջին այցն է Ռուսաստան։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում հասկացրեցին, որ նա պետք է փոխի իր վարքագիծը, պետք է փոխի իր հռետորաբանությունը, ոչ միայն անձամբ իր, որովհետև կարող է ինքը անձամբ ոչինչ չասի, բայց սակայն բոլորն են հասկանում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն որպես այդպիսին գոյություն չունի, բոլորը Նիկոլ Փաշինյանի տարբեր տրամաչափի խոսափողներն են եւ այնինչ չի ուզում ասել Նիկոլ Փաշինյանը իր շուրթերով հնչեցնում է տարբեր ԿՊԱ-կանների բերանով։ Հետևաբար դա կարող է այդ Նիկոլ Փաշինյանի այդ իզգոյ կարգավիճակը կարող նաև հստակ ուղերձ լինի Մոսկվայի կողմից հետագա նրանց քայլերի հետ կապված։ Կարապետյանը վստահ է, վախվորած քաղաքականությունը լավ բանի չի հանգեցնելու։ Երևանը պետք է ձևավորի հստակ արտաքին օրակարգ ու շարժվի այդ ուղղությամբ։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։